Եվ այսօրվա իմ թեմայի վերնագիրը այսպես եմ վերնագրել. ուզում եմ տեսնել։ Ուզում եմ տեսնել։ Գիտես այնքան կարևոր է, որ դու ուզենաս տեսնել։ Եթե դու չուզենաս տեսնել, Աստված զորով քեզ չի ստիպել, որ տեսնես։ Բայց երբ որ դու սկսես տեսնել, գիտես գուցե դժվար լինի, բայց դու կհասնես դրան։ Գիտեք, երբ որ աղոթքի ժամանակ Տերը ցույց տվեց մի սենակի կահավորումը, ես աղոթքից դուրս եկա, ծառայողներին նստած խոսում ենք, ասա երեխեք, այս բանը սենց ենք անում, այս պատ էսպես ենք անելու, առաստաղ էսպես, ես ծանայում եմ ծառայողների դեմքին ու մի բան եմ հասկանում, որ նայում են, ասում են, կարող ես մեր հովը գժվեց, ես ինչեր եմ խոսում։ Ասի ոչինչ, դուք դες մտածեք։ Բայց գիտեք, մի կարճ ժամանակ հետո Աստված նաև բարձրացրեց մարդիկ, որոնք որ իրականում ներդրումներ արեցին այդ ամենի մեջ, եւ մենք ունեցանք այդ սենակի կահավորումը, որտեղ որ մեր երեխաները հաց են ուտում, մեր կենտրոնի երեխաները։ Եվ գիտեք, ինչքան մարդիկ են եկել իրենց բջջային հեռախոսներ անում, նկարել են այդ դիզայնը, չգիտեմ, ես ինչեր չեն կարել։ Բայց գիտեք, ամեն հետաքրքիրը, որ երբ որ դու տեսնում ես, արդեն քո համար հեշտ է դառնում։ Եվ այնտեղը, որով առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ քեզ համար, դա Ղուկասի ավետարան 18-րդ գլուխ 35 խոսքից է։ Ասում է մի օր, երբ Տերը Երիքովին էր մոտենում, մի կույր ճանապարհի մոտ նստած մուրում էր։ Եվ այս կույրը, երբ որ լսում է բազմություն անցնելը, հարցնում է. ինչ է այն։ Իրեն ասում են, թե Հիսուս Նազովրեցին է անցնում։ Գիտեք, ես մտածում եմ, գուցե մեկ օր մեկը մոտեցել էր այս մարդուն ու ասել էր, Մարկոսի ավետարանում գրում է Բարթյոմեոս անունով մեկը։ Ասել էր, գիտես, եթե դու մի օր Հիսուսին տենաս ու կարողանաս Հիսուսին կանգնեցնել, ինքը քեզ կարող է բժշկել, որտեղ ինքը այսպիսի հրաշքներ է անում։ Եվ գիտես, երբ որ այդ մարդկանց աղմուկը լսում է, այս մարդը հարցնում է, ինչ է։ Ասում է, եւ իրեն ասեցին, Հիսուս Նազովրեցին է անցնում։ Նա էլ աղաղակեց ու ասեց. Հիսուս, որդի Դավթի, ողորմիր ինձ։ Գիտեք, ամենհետաքրքիրը որն է, որ շատ անգամ մարդիկ ամաչում են։ Ամոթ է։ Գիտեք, ուրբաթ օրը ես մի գյուղում էի, այնտեղից ծառայողներից մարդիկ վերջում խմբակից հետո խոսում էին, ասում են մի մարդ կա, որը մի կին կա, որի ամուսինը քասկեղով հիվանդ է։ Ասում են մենք իրեն ասեցինք, որ եթե գա մարդիկ կան, որոնք կարող գալ, աղոթել, ոնց է Տերը մեզ բժշկի, այդպես կբժշկի ձեզ, ձեր ամուսնուն։ Չէ, ասում է։ Մենք մի անձնավորության հետ ենք խոսել, որը որ ասել է, հանգարց որևիցե մեկը չգա ձեռնադրի, կմեռնի այդ մարդը։ Ինձ էլ փող կտակ, ես կգամ կաղոթեմ։ Գիտեք, ինչ ամենահետաքրքիրը։ Ուզում ես հասկանալ։ Այս մարդու աղաղակը, այս կնոջ աղաղակը, ինքն էլ փող չունի, այս մարդն ասում քանի միլիոն փող է ծախսել ամուսնու վրա, բայց անհույս վիճակում հիվանդանոցում պարկած է։ Գիտեք, մարդիկ ամաչում են։ Մարդը տեսնում իր ամուսինը մահանում է, բայց ինքը լսում է այնպիսի բաներ, որ իրականում չպետք է ուշադրություն դարձնի։ Մարդը տեսնում ասում է, գիտես ինչ, Տերը ինձ իր աշկով բժշկել է։ Կարող է նույն Տերը քո ամուսնուն էլ բժշկի։ Ասում է, չէ, այսինչ անձնավորությունը ասել է, որ ես կգամ կաղոթեմ, բայց եւ որ փողը տակ։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Չեմ ուզում այդ մարդու անունը տալ, որտեղ սա հետո եթերա գնալու։ Ամենահետաքրքիրը որն է։ Աղաղակը։ Ինչ աղաղակ ես բարձրացնում դու։ Ուզում ես տեսնել, թե ոչ, թե ամոթ է։ Ասում ես կարող ես Տիրոջը երկրպագել։ Ինքն էլ այնքան լավ ձայն ունի, ամոթ է։ Լսի, ավելի լավ է քո հիվանդության մեջ մեռնես, քան աղաղակես ու բժշկվես ու փառտաս Տիրոջը։ Որ տարբերակն ավելի լավ ամեն գիշեր գան դևերը քեզ տանջեն, թե աղաղակես ու ասես, գիտես Հիսուս, ես ուզում եմ դու ինձ փրկես։ Ուզում եմ տեսնեմ այն ինչ, որ դու իմ համար ունես պատրաստած։ Եվ գիտեք, այս մարդը աղաղակում է։ Ասում են նրա առջևից գնում էին ու հանդիմանում էին նրան, որպեսզի լռի։ Քանիստ են ասեմ, հավատում ես հավատամենակ քո տանը։ Ինչ ես գնում եկեղեցի, մեկ էլ հանգարց միամիտ կադրի մեջ ընկած ես լինում։ Հա, սա մարդիկ քեզ տենում են։ Իհարկե իմ ավակ եղբայրը հիմա միշտ ինձ լսում է։
ամեն քարոզներին ինքն նայում է, գիտեք, մի ժամանակ կար, որ ասում էր, չեմ ուզում իր անունը, տամ ասում էր, գնա մերի, աղբերդ հավատացյալ է դարձել, իրան բան են ասում, ձեն չի անում, գիտեք, իր համար ամոթ էր, որ իր աղբերը հավատացյալ է դարձել, բայց ասեմ մի բան անկեղծ, հիմա էլ ամոթ չի, հիմա էլ ամոթ չի, գիտեք, հիմա մի տեղ էլ պարծանքը, գիտեք իշտ է դա քո աղաղակը, մարդիկ ես միշտ ամերտ ամոթ է եկա մեծ մարդ ես, դու ես ինչի տղեն ես, դու ես ինչի աղջիկն ես, դու ես ինչի կին ես, դու ես ինչի ամուսին ես, դու ես իշն ես, ես իշն ես, ես իշն ես, ցենդ կտրի, մի հատ էլ հելում երգում ես, իսեք, գիտեք ես ում եմ երգում, Տիրոջը, ես իր համար եմ երգում, ես իմ երկրպագությունն իրան եմ բարձրացնում, և գիտեք ինչ արեց Բարթոմեոսը, ասում բայց նա ավելի էր աղաղակում, և որ կեզ ասում են լուր մնա, ինչ ես անում, դե հովիվ ասել են ձենըտ կտրի նստի տեղը դեսել ձենս կտրի նստել եմ ամոթա, գիտեք, ես մարդը խնդիր ուներ, կույր էր, իրա համար առաջի խնդիրը, որ ինք ուզում էր տեսներ, և տեսեք ինչ ասում Բարթոմեոսը, որդի Դավթի ողորմի ինձ, Հիսուսը կանգ առնելով հրաման արեց նրան, որ իրեն բերեն ու երբ նա մոտեցավ, հարցրեց նրան ու ասեց, ինչ ես ուզում, որ քեզ անեմ, ինչ ես ուզում, որ քեզ անեմ, գիտեք կարող ասել մի քիչ փող տա մաշկերս վիրատեմ, կարող ասել գիտես հանդերձս ուզում եմ նոր ելնի, կարաք ինձ շորով օգնեք, կարաք ինձ սնունդով օգնեք, գիտեք ենքան մարդիկ են մեր էջում գրում, Կանակ մեզ օգնեք, ասում ես կանամ ձեր համար աղոթեմ, չէ, կարաք փող տաք, ասում ես կանամ քո համար գամ աղոթեմ, կանակ ես ինչը տաք, իհարկե շատ-շատերին մենք սնունդով օգնել ենք, բայց անձամբ դրան ոչ մեկի չենք տվել, ձեզ հաց ա պետք, խնդիր չկա, մենք սնունդով ձեզ կօգնենք, և մեկ օր մեր եղբայրներից մեկը ծանր վեշելով գնացել էր օգնելու մեկին, իջել էր բարձրալ շենքից, ասել էր օգնեմ, չէ, մի արի, ասում քեզ տուն էլ չհրավիրեց մի հատ սուրճ խմելու, չէ, ասում երևի վախեցել է, երևի հազարավորներին մեր նման գրել է, մեկը սառնարանա տվել, մեկը լվասկի մեքենա, մեկը չգիտեմ ինչ վախենում էր, որ գնա իր տունը կտենայր, որ քեզնից ավելի լավ ապրում, հետ կվերցներ և հետ կգայ, չէ, ասել է մի բարձացի վեր հետ, գիտեք այս մարդը աղաղակում է, եկեք շարունակությունը տեսնենք ինչ է ասում, Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ, նա էլ ասեց, Տեր, ուզում եմ տեսնեմ, մենք քիչ առաջ երգում էինք, Տեր, տար ինձ քո սրահները, որ քո երեսը տեսնեմ, արդյոք ուզում ես Տիրոջը տեսնես, արդյոք ուզում ես իր հետ հանդիպես, արդյոք իրականում դու ուզում ես քո հրաշքը վերցնել, Գիտեք, այսօր այնքան մարդիկ կան, որ իրանք խնդիրի մեջ են, կարիքի մեջ են, բայց գիտես հենց որ իր հետ խոսում ես մկլի փող տակ ինձ, ասում ես լսի, այդ փողը կարող ես մի վայրկյանում ծախսել, բայց քո հրաշքը կարա չլինի, գիտեք, այս մարդը տեսողության կարիք ուներ, բայց աղաղակում էր, այսօր դու խնդիր ունես, բայց չես ուզում աղաղակես, ու գիտեք շատ անգամ ինչ է լինում, մարդիկ հաճախ այսպես են ասում, այս ինչը թող իմ համար աղոթի, ես կբժշկվեմ, այս ինչ մարդը թող աղոթի, ասում ես դու կարող ես աղաղակել Տիրոջը, Տեր, ես քո հրաշքի կարիքը ունեմ, ես ուզում եմ, որ դու ինձ բժշկես, ինձ հետաքրքիր չի բազմությունը ինչ է մտածում, Գիտեք ինձ հետաքրքիր չի բազմությունը ինչ է մտածում, և որ ես խնդիր ունեմ, ես ուզում եմ, որ մարդիկ աղոթեն իմ համար, բա դու հովիվ ես, գիտես հովիվն էլ կարա խնդիր ունենա, իմ համար կարևորը մի բան է, իմ հրաշքը ես ունենամ, ես չեմ ամաչում աղաղակելուց, իսկ դու ինչ ես այսօր սիրելիս ամաչում, քո խնդիրը, քո տկարությունը, քո պրոբլեմը արդեն փաթաթել է պարանոցը,
Արդեն շնչահեղձ ես լինում, բայց մեկ ասում ես ամոթ է։ Գիտեք ինչ եմ լսում շատ անգամ։ Դե չենք ուզում նեղություն տանք։ Պատկերացնում եք։ Բարթեմեոսը մտածում է, դե չեմ ուզում նեղություն տամ Հիսուսին։ Այսքան ժողովուրդ հետ գնում է։ Որ ասեմ կանգնի իմ համար աղոթի, որ իր համար բեր լինի։ Գիտեք, սա սատանա ամենամեծ սուտն է, գիտեք։ Դու քո հրաշքի համար պիտի աղաղակես։ Ուզում եմ տեսնեմ։ Այս մարդ ուզում էր տեսնել։ Դու ինչ ես ուզում տեսնես։ Ինչ ես ուզում տեսնես։ Սիրելի չամուսնացածներ, արդյոք տեսնում եք ձեր բալիկի ձեռը բռնած ոնց ես գնում անգապարտես։ Սիրելի առողջական խնդիր ունեցողներ, արդյոք դուք տեսնում եք ոնց եք օրինակի համար ձեր հիվանդությունից բժշկված։ Ոնց ես դու տեսնում։ Տարիներ առաջ էր մի հովիվ կար, մի քաղաքում ծառայում էր եւ իրենք 7 տարի ամուսնացած էին եւ երեխա չունեին։ Այն ժամանակ մենք համալիրը որ կա տեղ էինք հավաքույթներ անում եւ մեկ օր ես տեսնում եմ իր կինը հղի վիճակում է աստիճաններով բարձրանում է։ Եվ ես ասում վաու, լսի, դուք երեխա եք սպասում։ Ասում եմ դու չես պատկերացնում, մեկ օր ու ինքը մի բան է պատմում ինձ։ Ասում եմ մեկ օր ես արտանում եմ, տեսնում եմ կինս ձեռքը հանել է անկողնուց, ու այսպես տանում բերում է։ Ասում ինչ ես անում։ Ասում եմ երեխային եմ քննացնում։ Ասում ես մտածի երևակայի կինս արդեն շեղվել է։ Կինս արդեն շեղվել է։ Ասում ես հավատքով իմ երեխային եմ քննացնում։ Գիտեք իմ համար ամեն հետաքրքիրը որն է, որ այդ կինը տեսնում էր։ Այդ կինը տեսնում էր, ոնց է իր երեխային քննացնում։ Եվ իրենք հետո երկու արուզավակ ունեցան։ Ես ամեն հետաքրքիրն է, ուզում ես տեսնել թե ոչ։ Ինձ լավ է։ Գիտեք մի բան ասեմ, առանց տեսնելու այնքան դժվար է։ Աստծո խոսքը ասում է, կույրը կուրին առաջնորդելով, երկուսն էլ փոստ են ընկնելու։ Բայց գիտեք, երբ որ դու տեսնում ես, այնքան հեշտ է։ Գիտեք, մի օրինակ բերեմ։ Նախագծով տուն սարքելը եւ առանց նախագիծ տուն սարքելը սարսափելի տարբեր է, գիտեք։ Նախագծով դու գիտես, որտեղ է լինելու հոսանքի վարդակը, որտեղ է լինելու պատոհանը, որտեղ է լինելու օթորակիչի մալուխները, ամեն բան դու գիտես, որովհետեւ քո նախագծում ամեն բան տրված է։ Եվ այդ վարպետի համար էլ է հեշտ։ Ինքը գիտի ինչ բարձրության վրա պետք է լինի, որտեղ պետք է լինի, ոնց պետք է լինի, բայց երբ որ չկա նախագիծ, քանդում, սարքում, քանդում, սարքում։ Սարքում բռնում ես, չէ, դուրս չեկավ, սենց մի քիչ ծուր եղավ, եկեք հիմա սենց անենք, հիմա սենց անենք։ Գիտես այնքան կարևոր է, որ դու կարողանաս տեսնել։ Գիտեք շատ կարևոր է, որտեղ երբ որ մառախուղը դու չգիտես արջևում քեզ ինչ է սպասվում։ Մի առակ պատմեմ հումոր։ Մառախուղը ձմեռվային, ձմեռախառը սենց եղանակա, գիշեր մի բեռնատար գնում է այդ վթարային լույսերը միացրած, մի մարդ մտածում է, որ ինքը ուրեմն տեսնում է, որ գնում է, ես իր հետևից կգնամ։ Գնում, մեկ էլ ես մարդը արգելակում է, եսի գգում, մեքենա հետևից, իշտում է կռիվանում, այ աղբեր ես մառախուղի ժամանակ, քեզ ով էր ասում որ արգելակ էի, ասում այն եկել եմ մեր հայացը կանել եմ, բայց անեմ։ Ասում եկել եմ մեր հայացը կանել եմ, բայց անեմ։ Գիտես, երբ որ դու մառախուղի մեջ ես, դու չես տեսնում առջևդ ինչ կա, բայց երբ որ մառախուղը գնում է, դու կարողանում ես քո մեքենան ավելի լավ վարել։ Ուզում եմ տեսնեմ։ Արդյոք ուզում ես տեսնես։ Արդյոք աղոթում ես ասում ես Տեր ինձ ցույց տուր իմ ճանապարհը։ Ցույց տուր իմ հոգևոր ընթացքը։ Արդյոք դու սկսում ես տեսնել քո ծառայության մեջ բաներ, որ մինչև այդ չէիր տեսնում։ Արդյոք դու սկսում ես տեսնել բաներ, որ մինչև այդ քո աչքերը փակ էր ու դու ոչինչ չէիր տեսնում։ Դե գնում եկեղեցի գալիս եմ, հերիք է էլի, ասեմ ձեզ հերիք չի, այս մարդը տարիներ շարունակ նստած, մուրում էր, բայց գիտես ինչ էր ուզում եմ տեսնեմ, և Հիսուս ասեց նրան,
թող բացվեն, քո հավատքը քեզ բժշկեց։ Մի ուրիշ թարգմանություն ասում է տես, հավատքդ քեզ բժշկեց։ Եվ ասում իսկ ու նրա աշկերը տեսան ու նրա հետևից գնում էր եւ փառք էր տալիս Աստծուն։ Գիտեք, Բարթոմեոս ուզում էր տեսնել։ Եվ իր գլխավոր նպատակը սա էր՝ կանգնեցնել Հիսուսին։ Ջանք չխնայեց աղաղակելու, ջանք չխնայեց, գիտես, իր աղաղակը Հիսուսի ականջին հասցնելու։ Ուզում եմ քեզ հարց տամ, կամ էլ մարդիկ ովքեր որ մեզ կնայեք հետո։ Ինչքան ջանք ես խնայում կամ ջանք չես խնայում, որ աղաղակը հասցնես երկինք։ Գուցե մեկ ասի, դե ով ջան, Facebook-ը թողում ա որ հասցնեմ։ Առավոտելում եմ հեռախոսի մեջ եմ, մինչև գիշերվա ժամը 3-ը հեռախոսի մեջ եմ, օրը սկսում եմ հեռախոսով, վերջացնում եմ հեռախոսով։ Ինչքան ուզում ես Facebook-ին աղաղակի, բան չի փոխվելու։ Բայց որ աղաղակես Տիրոջը, աշկերտ կբացվեն, կտեսնես լուծումը, կտեսնես խնդրի լուծումը, կտեսնես ինչ պետք է անես։ Քեզ դու աղաղակում ես, ու Տերը քեզ ցույց է տալի ինչ պետք է անես։ Սիրելի կանայք, պատկերացեք ձեր ամուսնուն ասում եք, մարդ ջան, սենց ենք անելու։ Տեր ինձ սենց ցույց է տվել։ Կամ սիրելի զավակներ, ձեր ծնողներն ասում եք, գիտես, Տեր աղաղակում ինձ սենց բան ցույց տվեց։ Կամ սիրելի հայրեր, ձեր ընտանիքին հավաքում ասում, գիտեք, սենց պետք է անենք։ Ես սենց եմ տեսել։ Գիտեք, շատ այն առաջ, երբ որ ես իմ տունը կառուցում էի, բոլորին որ նկարագրում ես, ես պետք է լսես, մարդիկ նայում են, ես մտածում էին, ինչ որ բան խախտվել էս մարդու մոտ։ Որտեղ ոչ ոք չէր հավատում այն ինչ որ ես ասում էի։ Որտեղ իրականում մի քիչ բան էր, սենց չափից ավել էր։ Բայց ես եկավ ժամանակը, որ այդ ամեն եղավ մարդիկ, հա, դու սրա մասն էիր խոսում։ Որտեղ ասում այդ ամեն ես իմ ներսում տեսնում էի։ Այդ ամեն իմ ներսում տեսնում էի։ Գիտեք, մենք շատ անգամ արթունությունից ենք խոսում։ Շատ անգամ խոսում ենք, որ այս տարածքը պետք է այնքան լեբլեցուն լինի ու գիտես, խոսում ենք հրաշքներից, բժշկություններից։ Գիտեք, ինչ որ տեսնում ես, սկսում ես դրա համար աղաղակել։ Աղաղակում ես։ Ուզում եմ տեսնել։ Արդյոք ուզում ես տեսնել։ Թե տենց հարմար է քեզ։ Թե տենց աշկերտ փակ գնում ես, ուր գնացիր։ Արդյոք քո աղաղակը բարձրանում է վերև։ Գիտեք, Բարթոմեոսի աղաղակը չկարողացավ միջև անգամ այդ ամբողը փակեր։ Ասում ավելի բարձր աղաղակեց։ Ավելի բարձր աղաղակեց։ Դե հովի ջան, էլ չեն թողում գամ եկեղեցի։ Դե հովի ջան, գիտես կա հորքուրից քերու կնգա մարդու աղբոր թորան հարսը, ասեց այդ եկեղեցում սենց բաներելում ու սենց հետա գալիս այդքան է, եկան հասան ինձ ասեն որ չգնաս։ Ասում ես դեպքում այն ինչ որ ուզում ես անես, որ գիշերային ակումբ ես ուզում գնաս, կամ դիսկոտեկ ես ուզում գնաս, այդ վաղտ այդ քո քերու հորքուրի մարդ չկա, մարդու թորան կնգա, չգիտեմ, հարսին չես հարցնում, բայց որ եկեղեցի ուզում ես գաս կամ չգաս, ինչ որ մեկի կարծիքն ես հաշվի առնում։ Գիտեք, դա այդպես չի լինում։ Ուզում եմ տեսնել։ Ինչ ես ուզում տեսնել։ Ինչ ես ուզում տեսնել։ Գիտես, երբ որ դու գիտես որդքդ որտեղ դնես, այնքան հեշտ է։ Գիտեք, կա այսպիսի մի բան։ Երբ որ մինապատում են դաշտը, դրա համար կա քարտեզ, որտեղ են տեղադրված միները։ Ու պատկերացրեք, դու մի դաշտով պետք է անցնես ու չունես այդ քարտեզը։ Ամեն ոտքդ դնելուց հետո, երբ որ ոտքդ վերցնում ես ու ողջ ես մնացած, միացած կարծես սարսուռ անցնում քո մեջով։ Բայց երբ որ դու ունես քարտեզը, գիտես որտեղ է միները շարած։ Ոտքդ այնպիսի տեղեր ես դնում, որ միների վրա չես վելնում։ Ինչի, որովհետև դու արդեն տեսնում ես։ Դու տեսնում ես ճանապարհը։ Սելի եկեղեցի, սելի քրիստոնյաներ։ Կամ մարդիկ ովքեր ու մեզ լսեք, այնքան կարևոր է, որ դուք տեսնեք։ Աղաղակեք, որ դուք տեսնեք ձեր հոգևոր ընթացքը։ Աղաղակեք, որ տեսնեք հետո ինչ պետք է անեք, հետո ոնց պետք է անեք։ Դե հələ որ սենց յոլա կգնա, միջև տենա մի դուր կբացվի։ Ասած որ մի դուր փակում է, մեկը բացում է։ Այսպեսի լեքսիկոն կա մեր ժողովրդի մեջ։
Ասում ես, բայց գուցե Աստված քո համար 5 հատ դուռ է բացել։ Դու սպասում ես այդ մեկին։ Աստված 5 դուռ է բացել քո համար, քեզանից մի հատիկ բան է պահանջվում։ Ուղղակի աշկերտ բացել ու տեսնել։ Որ դռնով պետք է մտնես։ Թե որ Տիրոջը պետք է լինի կասի ինձ։ Ու գիտես ինք ամբողջ կյանք այդպես էլ մնում է։ Բայց այն մարդը, որ ուզում է տեսնել, աղաղակում է։ Ուզում եմ տեսնեմ, ուզում եմ տեսնեմ։ Ու գիտեք, Բարթոմեոսի աշկերը բացվեց, գիտեք ինչի, որովհետև Տիրոջը կանգնեցրեց։ Շատ անգամ Գորն ասում, որ կարևորը որ Տերը կանգնի, երբ որ Տերը կանգնի, ամեն հարց լուծվում է։ Նայեք Աստվածաշունչում շատ տեղեր, երբ որ Տերը կանգնում է, հրաշքներ է լինում, երբ որ Տերը կանգնում է, ինչ-որ իրարանցում է լինում։ Դրանցից մեկը նա էր, երբ որ Ստեփանոսին քարկոծում էր, ասում տենում եմ Տերը կանգնած։ Տենում եմ Տերը կանգնած։ Քո աղաղակ արդյոք կարող է Հիսուսին կանգնեցնել։ Քո աղաղակ արդյոք Տիրոջը կարող է կանգնեցնել։ Թե քո փնփնտոցը ավելի ասեն, դու պատկերացնում եք, Բարթոմեոսը սկսեր սենց ասել. «Դե Հիսուս ջան, գիտես էլ այսքան տարվա կույր եմ, ինձ սենց են անում, ինձ անարգում են, ինձ բշտում են, ինձ սենց են ասում, ինձ սենց են ասում»։ Ինչ եք մտածում, ինքն իր հրաշքը կունենա։ Հավատացեք, չէր ունենա։ Ասաց հետաքրքիր չի ինչ են ասել, հետաքրքիր չի ինչ են ասում։ Ինձ մի հատիկ բան է պետք, ուզում եմ տեսնել։ Ամեն, դու ստեղ ես։ Կպի կողքին դասա քեզ տեսողություն է պետք։ Սաղմոս 119:18-ում այսպիսի մի հետաքրքիր բան կա գրված։ Բաց իմ աչքերս, բաց իմ աչքերս, որպիսի քո օրենքիդ հրաշքները տեսնեմ։ Գիտես, երբ որ բացվում է քո աչքերը, դու հրաշքները տեսնում ես։ Քանես եք ուզում հրաշք։ Բոլոր ուզում են։ Քանես եք չեք ուզում։ Ամիոքի չի ուզում դեռ բարձրելա։ Ասմաշկսեի կորում, ասմաշկսեի կորում։ Նայեք ինչ ասում, բաց իմ աչքերը, որպեսզի ես տեսնեմ քո օրենքի հրաշքը։ Գիտեք, երբ որ քո աչքերը բացվում են, դու սկսում ես հրաշքները տեսնել։ Տեսնել ճանապարհները, ոնց է գալի այդ հրաշքները։ Բայց երբ որ դու ընկած ես միապաղաղ ալիքի վրա ու սենց ինքը քեզ տանում է, դու էլ գնում ես, թե ուր ես գնում, ինչ ես գնում, վերջին ինչ է լինելու։ Գիտեք, դա ամենավտանգավոր տարբերակն է։ Գնացքել կա, գնացքել։ Գնաց կա, որ քեզ Բաթումի կարա տանի, գնացքել կա, որ ոչ Հայաստանից քեզ կարա Բաքու տանի։ Կապ չունի, որ գնաց կա։ Դու պետք է տեսնես այդ գնացքը քեզ ուր է տանում։ Ամեն, դու ստեղ ես։ Դու պետք է հասկանաս այդ գնացքը քեզ ուր է տանում։ Այնքան կարևոր է, որ մեր աչքերը տեսնեն ինչ որ Աստված ուզում որ դու տեսնես։ Գիտեք, մի մարդ կար։ Խառնվել էր իրար։ Տեսել էր մի բանակա գալիս։ Եկավ են տեսել եք Մաուգլին։ Այն բանի Շեյխանի կողքին մեկը գալիս է, չէ՞, ամիձոմնա սևեր, մի գալիս է, լսի, տեր, ես ինչքան մարդ է եկել, հեսա մեզ կբռնեն, մեզ կջարդեն, մեզ կմորթեն, մեզ կսպանեն, իհարկե տես չի գրած, ես բառերով եմ ասում։ Ասես տեր ջան, քնից աչքերը բացես մի հատ տենա էլի։ Գիտեք ինչ եղավ։ Քեզի աչքերը բացվեց։ Վաու, ասաց ես ինչ եմ տենում։ Ասա բյուրավոր հրեշտակներ։ Ասաց պատկերացնում եք ձեռները դրած սերին սպասում են սենց ստարտի Եղիսեի հրամանին։ Ասա Եղիսե ինչ են գանում։ Մենակ ասա։ Ասես տեսար հա, ասես լավ չխկելու փակ հա։ Ու գիտեք ինչ արեց Եղիսեն, ասեց նա թող սրանք բոլորի աչքերը փակվեն։ Ասում ընկած ման էին գալի։ Այդ թագավորության ամենաուժեղ սիմվոլներն էին, գիտեք։ Բոլորին սես պարանով կապած բերեց Սամարիա։ Գիտես սենց արեց։ Աչքերը բացվի։ Մեկ էլ աչքերը բացա, տեսան Սամարիայում են։ Թագավորը ասեց ինչ անեմ, մորթեմ, ասեց ես իխի գուգեին են, որ մորթես։ Սրանց հաց տուր,
պատիվ տուր ճամփու դիր։ Եվ ասում եմ չպատերազմեցին իրար հետ։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ գեզին չէր տենում, բայց երես է գիտեր։ Հենց աշկերը բացվեց։ Վաու։ Մեկ-մեկսին ասում, լուրջ ես ասում։ Քրիստական հրեշտակները մեր թիկունքին են, բա մենք ոչ չեն տենում։ Որ դու չես ուզում տենայիր։ Ուզում ես տեսնել։ Ուզում ես տեսնել։ Գիտես, որ աշկերը բացվեց, ինքը տեսավ բաներ, որ իր մտքով չէր էլ անցնում։ Ինչի ես մի հատ գծագիր գծել, գործից տուն, եկեղեցի, տուն, գործի, եկեղեցի, տուն, ավել բան չես ուզում տեսնել, գուցե Աստված ուզում է, որ մի քիչ մարշրուտդ փոխես, գնաս միսիայի, գնաս կողի գյուղ, գնաս կողի քաղաք, գնաս հարևանի տուն իր համար աղոթելու, գնաս մի ուրիշ տեղ, Տեր ուզում եմ տեսնել, ինչ պիտի անեմ։ Գիտեք, Երևակայի մոտավորապես մի 90 ու մի քիչ ավելի բարձր տոկոս այն վարորդներին, որ հարցնեք, որ մեքենայի տակ մարդ հանգել կամ խփել են մարդու, իրանք 90-ից ավելի բարձր տոկոս ասում են մենք չտեսանք։ Այն մի կարճ տոկոսն է, որ տեսել են, բայց չեն հասցրել արգելակել մեքենան։ Չտեսան այդ մարդը ոնց վազեց իմ առաջ, չհասցրի մեքենա արգելակել, որտեղ չի տեսել։ Առավելևս երեկոյան ժամի վարորդները կհասկանան։ Մի ժամ կա, որ տեսանելությունը ինքան վատ է դառնում, ոչ դրսի լույսն է լույս տալի, ոչ մեքենայի լույսերն են լույս տալի։ Եվ այդ ժամանակ էլ եթե մեկը սև շորերով հայտնվում փողոցում, շատ անգամ չես էլ կարողանում տեսնել։ Դրա համար խորհրդատերում դանդաղ քշել։ Այս է թեմայից դուրս։ Ինքին նստած նայում ասում լուրջ ես ասում։ Հիմա նայեք, այնքան կարևոր է, որ դու տեսնես այն, ինչ որ Աստված ուզում տեսնես։ Այդ դեպքում քո կյանքում ամեն բան կսկսի փոխվել։ Ուղղակի դու պատկերացա քո բարեկամները կասեն. «Է դու ո՞նց իմացար, որ դու տենց ալնելու»։ Կարող ես մի բան ասել, Տեր ինձ ցույց տվեց։ Աշկերս բացեց ու ես տեսա։ Հիմա նայեք, միտեղ եմ ուզում գնանք իրար հետ Գործք առաքելոց 13-րդ գլուխը։ Ինչ հետաքրքիր բան է կատարվում այստեղ։ Առաջի խոսքից ուզում եմ կարդալ։ Ժամանակը միշտ իմ հետ չունեմ։ Անտիոքի մեջ եղած եկեղեցի մի քանի մարգարեներ ու վարդապետներ կային, Բարնաբաս ու Շմավոն, որ Նիգեր էր կոչվում, ու Ղուկեոս, Կիրենացին ու Մանաեն։ Այս նրանք մարգարեներ էին։ Հերոդես չորրորդապետի սննդակիցը եւ Սողոսը։ Երբ սրանք տիրոջ պաշտոնի մեջ էին, ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. «Ինձ առանձնացրեք Բարնաբասը ու Սողոսը այն գործի համար, որին ես կանչել եմ»։ Գիտեք, մարգարեները գալ ասում են, որ այս մարդիկ դες գործի համար առանձնանան։ Բայց գիտեք միջև այդ ինչ էին անում։ Ծոմ էին պահում։ Գիտեք, իմ բարերով ասած աղաղակում էին. «Տեր ինչ անենք»։ Տեր ինչ անենք։ Ասեց Սողոսին ու Բարնաբասին ուղարկում ենք այս ինչ գործի համար։ Եկեք շարունակենք։ Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղոթք անելով ձեռքերի նրանց վրա ուղարկեցին։ Նրանք էլ Սուրբ Հոգեով ղրկված Սելևեկիա իջան եւ այնտեղից Կիպրոս։ Կարծես գիտես ինչ լիներ։ Սուրբ Հոգին ցույց էր տալ այդ քարտեզը։ Ուր պետք է գնան, ոնց պետք է գնան, ինչ պետք է անեն, ուր պետք է մտնեն, ում հետ ինչ պետք է խոսեն։ Եվ իրենց համար այնքան հեշտ էր այդ ամենը։ Իհարկե իրենք ճանապարհին դժվարություններ ունեն, բայց գիտեն իրենք ուր են գնում։ Արդյոք ուզում ես այսօր տեսնել։ Թե ով ջան, լավ է էլի։ Եկեղեցին կա, ամեն ինչը կա, մենք էլ գալիս ենք Կիրակի մի օր, շաբաթը մի օր նստում ենք, անուշ քնում ենք, ելում ենք տուն։ Մեր տանը չեն կարող սենց հանգիստ քնենք, ստե լավ է։ Տիրոջ ներկայությունը գալիս է, հրեշտակները գալիս են, թևերով սենց հով են անում, մենք էլ քնում ենք։ Իսկ այդ օթորակիչն էլ պետք չի։ Բայց գուցե Աստված քեզ համար ուրիշ ճանապարհ ունի գծած։ Հովիվ ջան, բայց ծանր տաժանակիր աշխատանքս թողում է, որ ես դրա մասին մտածեմ։ Գուցե Աստված քո համար ավելի լավ ունի։ Քեզ ընդհանրապես մի բան է պետք, տեսնել։ Տեսնել։ Գիտեք, տարիներ առաջ էր
Դա մոտավորապես 20 տարուց ավել առաջ։ Այս աշտարակում ժամանակ խմբակ ունեի եւ այդ խմբակի անդամներից մեկի տղան շատ արագ մեքենան վարելով մտել էր ջրի մեջ ու դից մեքենան գլորվել էր ու տեղում մահացել էր ինքը։ Այդ կին երկու տղա ուներ մեկը կա դեռ փառք Աստծուն իր համար եւ իրանք ոսկու գործ էին անում։ Անցավ ինչ-որ ժամանակ ինձ խնդրում ասում էր կլինի տանես ոսկու շուկա։ Ու բավական մեծ քանակի իրանք ոսկի էին առնում, ասում են գիտես ոնց որ դու վստահելի մարդ ես մեր համար, քեզ հետ կարան գնանք գանք, որ գիտենք ապահովեն։ Ես իրան մի քանի անգամ տարաբերեցի ու մի օր ինձ ասաց կլինի գնանք միտեղ սուրճ խմենք։ Ասի խնդրեմ, օպերայի միտեղ նստեցինք սուրճ էինք խմում, ասում ես քեզ առաջարկ ունեմ։ Ասում լսում եմ։ Ասում կլինի քո գործը թողես։ Մենք քեզ սովորացնենք այս գործը։ Քեզ սովորացնենք մաքուր, փողը շատ մեջ է։ Դա գիտեք 2004, 5, այդ թվերի մասին եմ խոսում։ Նայում եմ իրան շփոթում ասում գիտեք ես շնորհակալ եմ ձեր մտահոգության եւ առաջարկի համար։ Դու վստահելի մարդ ես, մենք քեզ ամեն բան կսովորեցնենք, ասի շատ շնորհակալ եմ։ Ես ինձ ոսկու գործում մեջ չեմ տեսնում։ Ես սիրում եմ իմ մեքենայի հետ աշխատել։ Ես սիրում եմ իմ մեքենայի շարժը չնորոգել, թեկուզ մրոտվում եմ, դժվար է, բայց ես ինձ դրա մեջ եմ տեսնում։ Այնտեղ ես ինձ չեմ տեսնում։ Ես օրհնված եմ իմ աշխատանքի մեջ։ Դու ինչ ես տեսնում։ Գիտեք, ես կարող եմ մտածել, վաու, գայթուն ասեի, լսի այկնիկ, մենք էլ կակրած վարձով ենք ապրում, տուն էլ չունենք, լավ գործ են առաջարկե, սա ամեն ինչը թողեմ գնամ, ոսկու գործ սկսենք անել, գիտես ինչ փողեր կա մեջը։ Ես չգիտեմ, գա մի տարի հետո այնպեսի բանկրոտ լինեինք։ Բայց գիտեք, Աստված ուրիշ բաներ նախագծե։ Բերել մի կնոջ եւ ինք իր ամբողջ տարածքը իր կոոպերատիվով, իր կնիքով, ամեն ինչով հանձնել էր ինձ անվճար, ու ինքը գնալ էր Եվրոպա։ Ոս 14 տարի այդ ամբողջ տարածքը իմ սեփականի պես օգտագործելու էի։ Եվ Աստված ինձ տեղ օրհնեց, որ հետևանքով եւ ապրուստ, եւ տուն, եւ երեխեքին ուսման, մնացած ամեն բաները։ Գիտեք, երբ որ դու տեսնում ես այն ինչ որ Աստված ուզում է տեսնես, գուցե դժվար է, բայց դու հասնում ես քո օրհնությանը։ Բայց այն ինչ որ Աստված չի ուզում, դու այդ ես ուզում տեսնես, գուցե դա ծուղակ կա։ Գուցե դա ծուղակ կա։ Ես չգիտեմ հիմա իրանք ինչ են անում։ Բավական ժամանակ է իրանց հետ կապ չունեմ։ Տղան գիտեմ որ էլի ոսկու գործը մեջ է, ինքը ինչ անում տեղակ չեմ։ Որտեղ ինչ աշտարակը հանձնել եմ, ոչ մի բանից տեղակ չեմ։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ դու տեսնես Տերը այն ինչ ուզում որ դու տեսնես։ Սա այնքան կարևոր է։ Գիտեք Պողոսը ինքը գիտեր ինչ է անում։ Հետո որ շարունակությունը կարդակ, ինքը գնում այնտեղ որտեղ որ Տերը իրան տանում է։ Կարծես այդ քարտեզը տալիս է Տերը, ինքը որտեղ որ քաղաք է, հետո մյուս քաղաք, հետո մյուս քաղաքը, գալիս ասում են միտեղ։ Ու մեկ էլ երազա տեսնում։ Մի մակեդոնացի կանգնած ասում է եկեք մեր մոտ, եկեք մեր մոտ, եկեք մեր մոտ, առօթելում ասում է տղեկ, իմ բարերով եմ ասում, Տեր ուղղությունը փոխում ուրիշ բան եմ տեսել։ Հիմա էլ գնում ենք Մակեդոնիա։ Հա բայց պետքա գնայինք, այսա, այս պետք անենք։ Գնում ենք Մակեդոնիա, Տերը ցույց է տալի, որ դու մենք Մակեդոնիա գնանք։ Գիտեք, սա այնքան հեշտ է ու այնքան կարևոր է։ Ինչ ես դու տեսնում։ Ուզում եմ տեսնել։ Գիտեք, այսօր սատանան ինչ է անում։ Facebook-ից, Instagram-ից, TikTok-ից ենքում չի ուզում մարդիկ բան տեսնեն։ Ամեն բան TikTok-ով, Facebook-ով, Facebook-ից ու Facebook-ի համար։ Ուրեմն այս մարդը ամբողջ օրը հեռախոսի մեջ է։ Հələ դուք պատկերացեք, եթե այդքան ժամանակը որ մարդը հեռախոսի մեջ է, դրա փոխարեն ինքը աղոթքի մեջ է լինի։ Ինչեր Տերը կցույց կտա իրան։ Մարդը մինչև գիշերվա ժամը 3-4-ը սոցցանցերում է։ Որ ասես մինչև գիշերվա 3-4-ը կարող ես աղոթել, այդքան աղոթեմ, բայց կամ ո՞նց է սոցցանցերում լինում։ Այդ դեպքում դու տեսնում ես այն, ինչ որ սոցցանցը քեզ հրամցնում է։ Բայց երբ որ դու աղոթքի մեջ ես, ոնց որ այստեղ աշակերտները տեսնում ես այն ինչ որ Տերը քեզ ուզում է ցույց տալ։ Ամեն։ Ուզում եմ տեսնել։
Արդյոք ուզում ես տեսնել։ Ուզում ես աղաղակես, որ Տերը կանգնի։ Օ, եղբայր, ես 20 տարի, 30 տարի, 5 տարի, մի տարի աղաղակում եմ։ Մի հատ բան ասեմ։ Լավ չես աղաղակում։ Լավ չես աղաղակում։ Կամ ես սխալ տեղ ես աղաղակում։ Բարդում ես աղաղակեց, Հիսուս, Դավթի որդի, ողորմի ինձ։ Հիսուսը կանգնեց։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ տեսնեմ։ Ուզում եմ տեսնեմ։ Հայտնության 3:18-ում հետաքրքիր բան կա գրված։ Ասում է ինձանից դեղ առ։ Դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Գիտեք ամենալավագույն դեղը սա է։ Ամենալավագույն դեղը սա է։ Միջև ասում է կրակով փորձված ոսկի տամ քեզ։ Դիր որ տեսնես։ Օ հովիվ դու ինձ հանձնարարել ես այս ծառայությունը, ես մի կերպ անում եմ, ուղղակի քո խաթրը չկոտրելով զորով անում եմ, ես մի արա։ Բայց եւ մյուս ասում է հովը հանձնարարեց այս ծառայությունը, սկսեցի աղաղակել Տիրոջը, Տեր, ցույց տուր ինչ պիտի անեմ։ Ու ասում է Տեր ինձ ցույց տվեց։ Ես սկսեցի ավելի ստեղծագործել։ Ես հաջողության եմ հասել։ Ուզում եմ տեսնել։ Արդյոք ուզում ես տեսնել։ Արդյոք իրականում ուզում ես տեսնել այն ինչ որ Տերը քեզ ուզում է ցույց տա։ Ասում ես Հովիվ ջան, ոնց եմ ուզում տեսնեմ, բայց ժամանակ չունեմ։ Գիտեք մի բան ասեմ։ Հետ դարձեք այն օրը, երբ որ վերջի անգամ Տերը ձեր հետ խոսել է, եւ դու միջև հիմա իր ասածը չեք անում։ Դարձեք սկսեք անել։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Դարձեք սկսեք անել։ Տեսեք Տերը ձեր համար նոր դռներ է բացելու։ Տերը ասում է գիտես չկա։ Գնա այս ինչ տեղ ես բան արա, դու նստում ես նավը հակառակ կողմն ես գնում։ Հետո բողոքում ես, բան չի լինում։ Գիտեք, մետաքրքիր բան կատարվեց մոտ ժամանակներս։ Աղոթում ենք, ու հանկարծ մի բան եկավ։ Ում համար որ աղոթես, իր ամքի օրհնես։ Ու պատկերացնում եք այդ մարդը, ում համար որ դες աղոթեի, ինք ասեր, ես այդտեղ չեմ գնում, ես այդտեղ եմ գնում։ Օրինակի համար։ Ոդ ինքը բողոքեր, բայց քիչ եմ օրհնվում։ Բայց հասարակ մի բան։ Աստված իր համար օրհնություն ուներ։ Մարզապես Աստված օրհնություն ուներ։ Իրանից գիտեք ինչ էր պետք։ Ուղղակի անել են ինչ որ Աստված ուզում է։ Որտեւ այդ իր համար էր։ Ուզում եմ տեսնել։ Գիտեք այնքան հեշտ է լինում, որ դու սկսում ես տեսնել։ Գիտեք շատ անգամ նաև մեր բոլոր շինարարության մեջ ես աղոթում եմ, ու երբ որ սկսում եմ տեսնել, ասում եմ, այս բանը սենց ենք սկսում անել։ Եկեք այս բանը, գուցե մասնագետները որոշակի գույներ են տալիս, փոխում են ձևաչափը, այս քարե այս գույնի դնենք, բայց գիտեք ինչ, վերջնա հաշվարկում լինում է այն ինչ որ ուզում ենք, այն ինչ որ տեսնում ենք։ Ուզում ենք որ գիտես, Պարիսպը բարձանար։ Առաջի անգամ բոլոր ծառայողներով երեկոյան ովքեր մնացել էին տան բնակիչները այդ օրը լավ աշխատել էին։ Ընթրիք էին անում իրար հետ։ Ասում երեխեք այս սրա համար է տանջվում, որ այդ աստող դառնողին մենք չխանգարենք, իրանք էլ մեզ չխանգարեն։ Գիտեք այնքան կարևոր է ամենը սել եկեղեցիկ ամեն մարդիկ որ մեզ լսում եք հասկանալ։ Աստված ուզում է որ դու տեսնես։ Չի ուզում գիտես աշկերը փակ գնաս գործի գնաս տուն։ Սկսի տեսնել ինչ պիտի անես։ Գուցե այդ գործը քո համար չի։ Գուցե Աստված քո համար մի հատ ուրիշ բան ունի։ Գուցե այդ գործի տեղը դու պետք է շատ շատերի կյանքը փոխես։ Ինչ գիտես։ Գիտեք ես հանդիպման էի։ Եվ Աստծո մարդկանց հետ հանդիպել ենք, խոսում ենք, բայց բան անենք ասի լսեք։ Ես կենտրոն պետք է գնամ։ Այնտեղ մարդ կա, պիտի տեսնեմ։ Գիտես ես ասում, այդ ֆորում եմ ինձ ասում ոնց։ Բայց ո՞ւմ պիտի տենայի։ Բայց հասկացա, որ ես չգիտեմ խեմ տենց ասում։ Ու գիտեք ես գնացի։ Միտեղ թե խմելու։ Ամեն հետաքրքիր գիտեք որն էր։ Հերթով մարդիկ եկան։ Եկան նստին սեղանի շուրջ։ Մեկը ոնց որ տիրոջ կողակիցներ կամ նշանածներ գալի մեկ ինքը սենց
ու մենք գիտեք միջև գիշերվա համարը ժամը 1-ի մոտերն է, ես հերթով իրանց հետ խոսում եմ։ Եվ մեր ծառայողներից մեկը այդտեղ աշխատում մյուս օրը եկել են սկսել իրան հարցեր տալ։ Ու գիտես ինչ է հետաքրքիր։ Դու տենում ես այն ինչ որ Աստված քեզ ցույց է տալի։ Ճանապարհը բացում ես մյուսի համար, որ ինքը սկսի իրան ավետարանել։ Եվ որ ես գնում ես բանը կարակը գցում ես թողում գալիս են մեկը բեզին լցում վրա որ բարվի։ Աստծո բարվի, ուրիշ ձևի չհասկանաք։ Ինչն է հետաքրքիր։ Դու չգիտես այդ բանին ինչ ես անում, բայց կարևորը մի բան կա։ Տեսնես այն ինչ որ Աստված ուզում տեսնես։ Ահովիվ ջան, ո՞նց անե որ տեսնեմ։ Նորից եմ ուզում կարդաս Ղուկաս 18:35-43-ը, սկսի աղաղակել։ Տեր, ուզում եմ տեսնել։ Ուզում եմ տեսնել։ Ուզում եմ իրականում հանդիպեմ։ Ուզում եմ քո սրահների մեջ լինեմ։ Հա, ես այդքան ժամանակ ունեմ, եթե դու ժամանակ չունես Աստծո համար, ուրիշ բան մի ակնկալի։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ քեզ համար, Սաղմոս 13:3-ը, նայիր ով Տեր, իմ Աստված ու պատասխան տուր ինձ, լուսավորիր իմ աչքերս, որպիսի մահվան քունը չքնեմ։ Դուք հասկանում եք ինչ վտանգ կա, եւ որ դու չես տեսնում։ Վտանգը նրանում է, եւ որ դու չես տեսնում, դու կարող ես մահվան քունը քնել։ Դու ցանկացած ժամանակ կարող ես թիրախ դառնալ ու վնասվել։ Բայց եւ որ դու սկսում ես տեսնել, քո կյանքում ամեն բան կարող է փոխվել։ Հիմա գուցե մեկ ասի, «Հովիվ ջան, բայց ո՞նց տենամ, եկա տարիքով կնիկ եմ»։ Սկսի աղոթել, սկսի աղաղակել։ Ինչ արեց Բարտողոմեոսը։ Սկսի աղաղակել, Տեր, ուզում եմ տեսնել, հետո ինչ եմ անելու։ Իմ խորը ծերություն խոմսես պարապ չեմ մեռնելու, բայց մի երկուսին չփրկեմ։ Բա մի քանիսի համար չաղոթեմ։ Բա մի քանիսի կյանքի մեջ հրաշքներ չլինեն։ Դե հով ջան, գնում ասում եմ չեն լսում։ Փոխի մեթոդը։ Ուրեմն ինչ-որ բան խանգարող բան կա, որ չեն լսում։ Մեքենայով տեղ էին գնում։ Երեխեքից մեկը կոկորոզ ուզեց։ Ես ու վարորդը սկսենք վիճել իր հետ հովա վճարելու։ Վերջինքը ուժեղ գտնվեց։ Ու գիտեք, վաճառողին կանգնած է իր այդ սիրուն տաղավարում։ Ուրեմն նայում ենք, տեսնում ենք պատի վրա համ օծի նկարնա խփած, համ էլ միած սրբա պատկեր։ Գիտեք, երբ 10 րոպե ենք խոսել, 10 րոպե չուտինք ցուրտ է, այսել կարճաթև եմ, բայց ասում եմ ոչինչ, ասում հովիկ դիմացի։ Հա, եկակ հասանք ընդ որ մարդ Հիսուսին ընդունեց, աղոթեցինք իր համար, եկեն նստել ենք մեքենայում, տղաներից մեկը ասում, հովիվ այդ ո՞նց։ Հասի չգիտեմ որ դառնաս ավետարանի կիմանաս ո՞նց։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր, որ դու տենում ես, դու գիտես ինչ պիտի անես։ Դու մի անգամից լծվում ես անելուն, բայց երբ որ չես տեսնում, դու չգիտես ինչ պիտի անես։ Եվ հիմա կասես, ամենտեղ այդ մեթոդը կարող աշխատի, ամենտեղ երբ որ Տերը քեզ ցույց տա, կարող ես անել։ Ես Եկատերինբուրգից հետ էի գալիս Հայաստան դեղի ծառայությունից, եւ իմ Աստվածաշունչը ինքնաթիռում շատ սակավ մարդիկ էին, բացած դրած էր իմ այդ դիմացես ու ես կարդում էի։ Ու ես զգում եմ որ մի կին հասես նայում, հա ձգվում է։ Ու գիտեք շրջվեց իր հետ խոսել։ Ու գիտեք ինչ բարձվեց։ Որ ինքը մեր եկեղեցուց է։ Ես ինչ տարածքից է, ասում ես ձգում էր։ Ու ամբողջ այդ թռիչքի ժամանակ մոտ մի քանի ժամ թռել ենք։ Մենք իրար հետ խոսում ենք։ Ինքը ես ես կրոստոյն ստաց, ինքը մի շարք են միկրոստոյն։ Չեն գոռում, բայց այնպես են խոսում, որ կարելի ասել բոլորը սրա լսում են։ Գիտես ինչ ես տեսնում։ Ուզում եմ տեսնել։ Գիտես երբ որ դու սկսես տեսնել, այնքան բան կփոխվի։ Այնքան հետաքրքրություններ կփոխվեն։ Այնքան արժեքներ կփոխվեն։ Գիտես Բարթոմեոսի արժեքը մի բան էր, նստած գումար մուրալ։ Տեսնելուց հետո իր արժեքը փոխվեց։ Ասում է Հիսուսի հետ մաներ գալիս։ Հիսուսի հետ մաներ գալիս։ Երբ որ աչքերդ բացվեն, արժեքներդ փոխվելու են, գիտես։ Երբ որ սկսես հոգևոր բաներ տեսնել, արժեքներդ փոխվելու են։
Լիքը բաներ կա, որ չես արժեքավորելու։ Լիքը նյութական բաներ կա, որ արդեն քեզ համար դառնալու են այն ամենացածր մարդիկ դրա համար կյանք են տալի, բայց կոմարը միևնույն կլինի։ Դու տեսել ես արդեն։ Դու տեսել ես։ Դու գնում ես փրկչի հետևից։ Ուր գնաս հետևից հետ կգամ։ Երկում ենք, չէ, ուր գնաս, ես կգամ, ինչ ասես, կանեմ։ Ոսկում ես քո կյանքում ամեն բան փոխվում է։ Ու դու փառքից փառք ես գնում։ Ու մեկը կարող մեկը գասի, լսես ո՞նց եղավ։ Էս ո՞նց եղավ, որ դու աղոթում ես, մարդիկ բժշկվում են, աղոթում ես հրաշքներ ա լինում։ Չգիտեմ, հենց աշկերտս բացվեց, սկսեցի տենալ։ Այդ ամենը սկսեց հետևել, որտեղ ես տենում եմ Հիսուսին, գնում եմ իր հետևից, ուր որ տանում է։ Գիտեք, այնքան կարևոր է այս ամենը։ Ուզում եմ տեսնել։ Արդյոք ուզում ես տեսնել։ Թե սենց լավ է։ Դե ով ջան, լավ է։ Տնային խմբակի հավաքեմ, ժողովրդին հավաքում եմ, տեղը տեղին քարոզում եմ, ապա չփխում եմ ու ճամփեմ դնում գնում են տուն։ Բայց գուցե Աստված ուզում է դու ուրիշ բան տեսնես։ Գուցե Աստված ուզում է տեսնես, որ դու ծառայության մեջ ոչ թե չփխես, այլ իրաց ոտքերը լվանաս։ Ոնց։ Այո։ Քանից տեք Հիսուսից լավ։ Հա, ով ջան, ճիշտ ես ասում։ Մենք չգիտեինք։ Ամեն անգամ, երբ որ Հիսուսը կանգնում է, զորավոր բաներ է լինում։ Ամեն անգամ, երբ որ Հիսուսը կանգնում է, զորավոր բաներ է լինում։ Աղաղ եք, որ Հիսուսը կանգնի։ Մենք ասես, ով ջան, գնամ դուսեմ ձենս գցել գլուխս։ Կարող է ձենդ գլուխը չգցես, բայց ներսում այնց աղաղակ բարձրանա, որ Տերը կանգնի։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ տեսնեմ։ Ուզում եմ տեսնեմ։ Հետո ինչ պիտի անեմ, Տեր։ Ուզում եմ տեսնեմ այս հարցը ոնց է լուծվելու, Տեր։ Ուզում եմ տեսնեմ։ Գիտես, մի հատ պատասխան ես լսելու։ Տես։ Տես։ Երբ որ սկսես տեսնել, այնքան հեշտ է լինելու։ Այնքան հեշտ է լինելու։ Գիտեք, շատ անգամ, երբ որ ես մարդկանց ասում եմ, այս բանը սենց ենք անելու, ստեղ սենց ենք սարքելու, ստեղ սենց հեշտ չա խոսում։ Գիտեք ինչա, այնքան հեշտ է, որ դու գիտես, այնքան հեշտ է, որ տենում ես, բայց այնքան դժվար է, որ ոչինչ չես տեսնում։ Գույրը գույրին առաջնորդելով ասում եմ, երկուսն էլ փոսը կմնեն։ Որից եմ ուզում հիշատակել հայտնության 3:18-ի եւ վերջի մասը, Ծմիդյանից դեղար աշկերիդ դիր, դեղար աշկերիդ դիր։ Գիտեք, շատ անգամ ծառան ասում եմ, ոնց ես պատկերացնում ես բանը, եսին, ոնց ասես դες կանենք։ Նշանակում մարդը չի տենում։ Չի տենում իր ծառայությունը ոնց կարա զարգացնի։ Քեզ աղաղակել է պետք։ Քեզ աղաղակել է պետք։ Ուզում եմ տեսնեմ։ Ուղղակի ուզում եմ տեսնեմ։ Ուզում եմ տեսնեմ ոնց եմ անելու։ Ուզում եմ տեսնեմ ոնց կարամ մարդկանց կյանքերը փրկեմ։ Ուզում եմ տեսնեմ ոնց կարամ այս մի բան անեմ, այն մի բան անեմ, այս մեկ անեմ։ Ոնց, Տեր, ցույց տուր։ Հավատացեք մի բան սելի եկեղեցի։ Եվ որ Աստված քեզ ցույց տա։ Ուզում եմ ամբողջ դժոխքը հելնի դեմդ։ Մեկա լինելու ինչ որ Աստված քեզ ցույց է տվել։ Չկա դες մի բան, որ կարողանա քեզ կանգնեցնի։ Բայց եւ որ դա քո ֆանտազիան է, կամ քո մտքի հղացումն է, ու դու վերագրում ես Աստծուն, հավատացեք ձախողվելու ես։ Ձախողվելու ես։ Գիտես ինչի։ Որտեւ Աստծո գծագիրը ուրիշ է, դի քո գծագիրն է։ Աստված քեզ ուրիշ բան է։ Դուք պատկերացնում եք, ես օրինակ հիմա 20 թվին կամ 15 թվին չգա այստեղ։ Շաշտարակ ինձ հարմար է։ Այստեղ ինձ մոտիկ է։ Կամ այս մի գյուղ ինձ լավ է։ Ղովտիման ասեք, կլնի սարը չգնամ էլի, գնամ դաշտավայր էլի, այնտեղ կանաչ է։ Գիտեք, չէր լինես ինչ որ կա այստեղ։ Մենք ասես, այն ինչ որ Աստված ուներ պլանների մեջ կներ, բայց ես դրա մեջ չէի լինի։ Շատերի կյանքը չէր փոխվի։ Այն թիմը, որոնք թեկուզի մեծ ծառայում են, եթե դու իրենց խոսեցնես, իրանք այստեղ այնքան են փոխվել։ Իրանց արժեքները այնքան են փոխվել։ Իրանք ավելի են
դարձել լրիվ ուրիշը։ Եվ գիտեք այսօր շատ տեղերում երբ որ խոսվում է արագածավանի մասին, մարդիկ չեն ասում, մարդիկ հիասմունքով են խոսում։ Այս վերջերս հովվական հանդիպում էր, ասում ենք նայում ենք, մի հովիք ասում է ձեր երկացանքը լրիվ ուրիշ է։ Ասում երևի չգիտեմ։ Այնպես որ կուզենամ մի բան մտածես, ուզում ես տեսնել թե ոչ։ Հովիվ կյանք ենքանա ծեծե, կուրացել եմ, այս մարդն էլ էր կույր, աղաղակեց, տեսա, հովիվ ջան, բա ոնց ենեմ, չեմ իմանում, սկսի աղաղակել, հենց աղաղակեցիր, գիտեք Հիսուսը կանգնեց, հավատավ Հիսուսը հրաշքտում ես, հենց Հիսուսը կանգնեց հրաշքտում ես, ես պետք է մեկ բան, քո աղաղակով Հիսուսին կանգնեցնես, ավել բան պետք չի, հենց Հիսուսը կանգնեց, իմացածեղի հրաշքտում ես, իմացածեղի դրանից հետոն, այդ չենք տեսնում, որ Բարթեմոսը նորից կուրացավ, ամեն, օժնում ենք ձեզ, իրականում գնացեք ձեր տներ այսօր, վերցեք ձեր յուղը, ոցեք ձեր տները, ու սկսեք օրհնել, էլ մի ասեք, այս քամբախ տունը, սկսեք օրհնել, այս օրհնված տունը, էլ մի ասեք, չի ծախվում, կներեք այս բառիս համար, ռադել եմ գնամ այս գյուղից, ասե ինչ լավ է որ չի ծախվում այս օրհնված գյուղը, դեք սկսեք օրհնել, փառաբանությունը թող բարձրանա, սկսեք օրհնել, որտև քո շուրթերից դուրս եկած ամեն օրհնությունը կարա իրավիճակ փոխի, իրականում կարա իրավիճակ փոխի, կարա այդ փուշը գիտեք ինչ դառնա, գեղեցիկ մարգագետին, ուստեղ եք, ուզում եմ տեսնել, արդյոք ուզում ես տեսնել, հենց սկսես տեսնել, ենքան բանա փոխվելու, գուցե Աստված քո կյանքի համար բան ունի, մեծ բաներ ունի, գիտեք նայեք Պողոսը 3 օր կուրացած, նստած, ու գուցե ինքը աղոթում էր, 3-րդ օր անենան եկավ ասես Տերը ուզում է որ տեսնես, ասում է կարծես թեփուկներ ընկան աչքերից ու սկսես տեսնել, գիտեք մի բան ասեմ, սա դոկտրինա չի որ ասում եմ, սա իմ անձնական կարծիքն է, միջև այդ լույսին հանդիպելը Պողոս ուրիշ ձևի էր տենում, հանդիպելուց հետո սկսեց ուրիշ ձևի տեսնել, գիտես քո մի հատ Տիրոջ հանդիպումը, քո տեսողությունը մի անգամից փոխելը դու սկսել ես ուրիշ ձևի տեսնել, դու գալու ես նայես շերին ու ասես վաու, եսի մարգագետին ալնելու, մեկ ասում խել առես եսի ոնց կարա, ինքը մարգագետին ալնելու, ու մեկ էլ մի կարճ ժամանակ հետո գալու են տեսնեմ յա, հա էլի, մարգագետին եղավ, դեք այստեղ մարդիկ կային, որ շենքի սկզբից մեր հետ են եղել, մի ամբողջ մեքենա աղբենք անել շենքից, ու ոչ ոք չէր պատկերացնում, որ այսպես գեղեցիկ շենք կլինի, բայց դες մարդիկ կային, որ տենում են դա, որտեղ Աստված տենց էր ցույց տվել, կխնդրեմ կանգնես ոտքի, որպեսզի միասին աղոթենք,